Բարև ձեզ սիրելի հետևորդներ, այսօր խոսելու ենք շատ սիրված, համեղ ու ամռանելայնորեն օգտագործվող մի մրգի՝ սեխի մասին։ Թեև սեխը հարուստ է վիտամիններով ու հակաօքսիդանտներով, բայց կան դեպքեր, երբ դրա օգտագործումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։ Այս տեսանյութում կպարզենք, ովքեր պետք է խուսափեն սեխ ուտելուց, որ հիվանդությունների դեպքում է սեխը վնասակար, ինչպիսի բացասական ազդեցություն կարող է այն ունենալ մեր օրգանիզմի վրա և ի վերջո ինչպես կարելի է սեխը ճիշտ ու անվտանգ օգտագործել։ Նշենք, որ սեխը հարուստ է վիտամիններով, կալիում, մագնեզիում, մանրաթելեր, բետա-կարոտին, պարունակում է մեծ քանակությամբ ջուր, մոտ 90% և հակաօքսիդանտներ։ Այս բոլոր նյութերն օգնում են մաշկի, սրտանոթային համակարգի, մարսողության, ջրազրկման կանխարգելման և իհարկե իմունիտետի համար։ Սակայն սեխը ունի բնորոշ հակացուցումներ, և դրանցից առաջինը շաքարային դիաբետն է։ Սեխը պարունակում է բարձր գլիկեմիկ ինդեքս, մեծ քանակով բնական շաքարներ՝ սախարոզա, ֆրուկտոզա և իհարկե գլյուկոզա։ Դիաբետիկների մոտ այն առաջացնում է շաքարի հանկարծակի բարձրացում արյան մեջ։ Խորհուրդ է տրվում սահմանափակել քանակը կամ օգտագործել միայն բժշկի հսկողությամբ։ Խոցային հիվանդություններ, ստամոքսի և 12 մատնյա աղուխոց։ Սեխը կարող է առաջացնել գազեր, փքվածություն, թթվայնության բարձրացում։ Խոց ունեցող հիվանդների մոտ ցավերի սրացում, այրոց, թթվային ռեֆլյուքս։ Պետք է խուսափել սոված փորին սեխ ուտելուց։ Մարսողական համակարգի խանգարումներ, գազեր, փքվածություն, կոլիտ։ Սեխը մարսվում է բավական արագ։ Եթե այն օգտագործվում է այլ մթերքների հետ, մնում է ստամոքսում և սկսում է խմորում առաջացնել։ Այն կարող է առաջացնել փորացավ, փքվածություն և իհարկե լուծ։ Խորհուրդ է տրվում սեխը ուտել առանձին, առնվազն 1 ժամ առանց այլ մթերքների։ Հղիություն, հատկապես առաջին եռամսյակում։ Չնայած սեխը պարունակում է ֆոլաթթու, որոշ բժիշկներ խորհուրդ են տալիս սահմանափակել դրա օգտագործումը հղիության առաջին փուլերում, հատկապես եթե կան մարսողական գանգատներ։ Լվացված չլինելու դեպքում սեխը կարող է փոխանցել լիստերիոզ կամ այլ բակտերիալ վարակներ։ Պետք է օգտագործել լավ լվացված և թարմ սեխ։ Փոքր երեխաներին մինչև 2 տարեկան։ Նրանց մարսողական համակարգը դեռևս զարգացած չէ։ Կարող են առաջանալ փորաքաշություն, փքվածություն կամ ալերգիկ ռեակցիաներ։ Խորհուրդ է տրվում սեխը տալ միայն բժշկի համաձայնությամբ և իհարկե փոքր քանակներով։ Ալերգիկ հիվանդությունների դեպքում, հատկապես սննդային ալերգիա։ Սեխը կարող է առաջացնել ալերգիա, քոր, ցան, շնչառական գանգատներ, հազ։ Խաչաձև ռեակցիա է հնարավոր հատկապես խոտաբույսերի, սեխանման բանջարեղենների նկատմամբ ալերգիկ մարդկանց մոտ։ Խորհուրդ է տրվում զգուշություն և առաջին օգտագործման ժամանակ հետևել օրգանիզմի արձագանքին։ Խրոնիկ երիկամային անբավարարության դեպքում սեխը պարունակում է բարձր քանակությամբ կալիում։ Երիկամների ֆունկցիայի խանգարման դեպքում կալիումը չի հեռանում, առաջացնելով սրտի ռիթմի խանգարումներ։ Խորհուրդ է տրվում սահմանափակել կամ բացառել ըստ բժշկի ցուցման։ Սառը ջրով լվացված սեխը մրսածության, անգինայի կամ մրսածության հիվանդությունների ժամանակ։ Սառը մրգերը կարող են սրել վերին շնչուղիների խնդիրներ, առաջացնել կոկորդի ցավ։ Խորհուրդ է տրվում սեխն օգտագործել սենյակային ջերմաստիճանում։ Ինչպես անվտանգ օգտագործել։ Մի քանի խորհուրդ, որը կօգնի ձեզ։ Սեխն ուտել առանձին, առնվազն 1 ժամ շուտ կամ 1 ժամ հետո և առանց որևէ այլ սննդի։ Չի կարելի սեխն ուտել և անմիջապես հետո ջուր խմել։ Սեխը պետք է լավ լվանալ։ Ցանկալի է ուտել մինչև երեկոյան 6-ը՝ գիշերային մարսողական ծանրաբեռնվածությունից խուսափելու համար։ Սեխը հիանալի ամառային մրգերից է, հարուստ օգտակար նյութերով, բայց ինչպես յուրաքանչյուր բան, այն ևս ունի հակացուցումներ։ Եթե ունեք վերենշված հիվանդություններից որևէ մեկը, պարտադիր խորհրդակցեք բժշկի հետ։ Խելամիտ չափաբաժինները, ճիշտ պահպանումը և մաքուր օգտագործումը կօգնեն ձեզ վայելել սեխն առանց վնասելու ձեր առողջությանը։ Եվ հիշեցնենք, որ տեսանյութը դուր եկավ կամ օգտակար եղավ, չմոռանաք լայքել, բաժանորդագրվել ու
թողնել մեկնաբանություն։ Գրեք նաև արդյոք սիրում եք սեխ և արդյոք նախկինում երբևէ լսել էիք, որ սեխը կարող է վնասակար լինել նաև։ Իսկ դուք գիտեք, որ պատմության մեջ եղել են նաև սեխով թունավորման դասական դեպքեր։ Խորհրդային շրջանում շատ բժիշկներ խոստովանել են, որ ամենամառ որոշ հիվանդանոցներում սեխով թունավորված մարդիկ էին բերվում հիմնականում այն պատճառով, որ սեխը պահվել էր տաք տեղում կամ կիսած էր մնացել երկար ժամեր։ Մասնավորապես հայտնի դեպքերից մեկում 1960-ականների Երևանում մի խնջույքից հետո մի ամբողջ խումբ հյուրեր տեղափոխվել էին ինֆեկցիոն բաժանմունք, որովհետև սեխը կտրել էին առավոտյան, բայց մատուցել գիշերը։ Այս դեպքը հետո դարձավ դաս, սեխը չի կարելի պահել կտրված վիճակում առանց սառնարանը դնելու։ Ժողովրդական բժշկության մեջ հաճախ ասում էին՝ սեխից հետո ջուր մի խմիր, այլապես կկարձրանաս։ Այս արտահայտությունը հիմք ունի։ Եթե սեխն ուտելուց հետո անմիջապես խմում ես սառը ջուր, դա կարող է առաջացնել ստամոքսի մկանային սպազմ, երբեմն սուր ցավ, սակայն մարդիկ այդ երևույթը բացատրում էին, որպես սեխը քարանում է ստամոքսում։ Այդ պատմությունները դեռ շրջանառվում են որոշ գյուղերում։ Բայց իհարկե անհնար է չխոսել նաև սեխի օգտակարության մասին։ Այն համարվում է բնության քաղցր հաբը առողջության համար։ Սեխը պարունակում է 90-92% ջուր, սա դարձնում է այն հիանալի հյութային դեսերտ, հատկապես ամռան շոգ օրերին։ Օգնում է կանխել ջրազրկումը, խթանում է միզամուղ համակարգը, օգնելով օրգանիզմից դուրս բերել ավելորդ հեղուկը։ Սեխը ցածր կալորիականություն ունի, մոտ 30-35 կիլոկալորիա 100 գրամում։ Գերազանց է դիետա պահող մարդկանց համար, պարունակում է բնական շաքարներ, գլյուկոզա և ֆրուկտոզա, որոնք չեն բարձրացնում արյան մեջ շաքարի մակարդակը։ Սեխը հարուստ է վիտամիններով ու օգտակար միկրոտարրերով։ Վիտամին C-ն ամրացնում է իմունիտետը, գործում է որպես հակաօքսիդանտ։ Վիտամին A-ն բարելավում է տեսողությունը, մաշկի որակը։ Վիտամին B9-ն օգտակար է հղի կանանց նյարդային համակարգի զարգացման համար։ Կալիումը կարգավորում է սրտի աշխատանքը։ Մագնիումը հանգստացնում է նյարդերը, օգնում է քնի խնդիրների դեպքում։ Կալիումի, մագնիումի և հակաօքսիդանտների շնորհիվ սեխը բարենպաստ ազդեցություն է ունենում սրտանոթային համակարգի վրա, օգնում է իջեցնել արյան ճնշումը, կանխում է անոթների կոշտացումը, աթերոսկլերոզը, բարելավում արյան շրջանառությունը։ Այն օգուտ է մարծողական համակարգին։ Սեխը պարունակում է մանրաթելեր, որոնք օգնում են աղիքները մաքրելուն, կանխում են փորկապությունը, ստամոքսի թեթևակի գրգռման դեպքում գործում են մեղմ ու հանգստացնող։ Մաշկի, մազերի ու աչքերի առողջության համար օգնում է տրամադրությունը։ Սեխը հարուստ է մագնիումով և որոշ B խմբի վիտամիններով, որոնք նպաստում են նյարդային համակարգի կայունացմանը, տրամադրության բարելավմանը, սթրեսի նվազեցմանը։ Ամփոփելով նշենք, որ սեխը բնական դեղատուն է, այն ոչ միայն հաճելի դեսերտ է, այլև հակաօքսիդանտային, վիտամինային, օրգանիզմը մաքրող ու ուժեղացնող մթերք է։ Բայց ամեն դեպքում, եթե ունեք որոշակի առողջական խնդիրներ, ապա անհապաղ դիմեք բժշկի կամ մասնագետի օգնությանը, որովհետև ինքնաբուժությունը կարող է վնասել ձեր առողջությանը։